Երկու որբ եղբայրներ, Արամն ու Գոռը, գտնում են մի վիրավոր լքված կնոջ աղբատի գերեզմանատան հետում, այն նույն տեղում, որտեղ թաղել էին իրենց սեփական մորը։ Նրան խնդրելով ու ապաստան տալով, տղաները բացահայտում են, որ նա դավաճանվել է իր իսկ զավակների կողմից թողնվել այնտեղ մեռնելու համար։ Առանց գնացելու, տղաները դառնում են արդարության համար մղվող մի պայքարի սկիզբը, որը պիտի ցնցի ողջ գյուղը։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք, թե որ քաղաքից եք մեզ դիտում։ Շարունակեցինք։ Խոստանում եմ, սա լինելու է լավագույն պատմությունը, որ երբել լսել եք ձեր կյանքում։ Այդ հունիսյան առավոտ Գյումրին դանդաղ էր արթնանում, պատված ձորից բարձրացող խիտ մառախուղով, որը խորհրդավոր շղարշի պես ծածկում էր հինավուրց եկեղեցիները։ Սալարկված փողոցները դեռ պահպանում էին գիշերվա ցողը, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու զանգը միայնակ արձագանքում էր, իր խոր ու մելամաղձոտ ձայնով ազդարարելով առավոտյան ժամը 6-ը։ Ձորի թաղամասի իրենց հասարակ տուֆե տնակում Արամն ու Միքայելը զանգից էլ շուտ էին արթնացել։ 12-ամյա երկվորյակների քունը թեթացել էր այն օրվանից, երբ 3 ամիս առաջ մայրը հեռացել էր կյանքից մի հիվանդության պատճառով, որը կամաց-կամաց խլել էր նրա ուժերը։ Հիմա նրանք ապրում էին իրենց տատիկի, Վարդուհու հետ, 60 անց մի կնոջ, ում ձեռքերը կոշտացել էին ուրիշի լվացքն անելուց, բայց ով ուներ այնքան մեծ սիրտ, որ թոռներին գրկում էր այնպիսի ուժով, կարծես թույլ չէր տալիս, որ տխրությունը հաղթի։ Արամն ավելի լուռ էր երկուսից։ Նա խորը նայվածք ուներ, կարծես միշտ հեռավոր մի բանի մասին էր մտածում, ուր էլ գնար, թիտակ մի հին տետր էր պահում։ Նա գրում էր բաներ, որոնք երբեք ոչ ոքի ցույց չէր տալիս, բառեր, որոնք միայն ինքն էր հասկանում, փորձելով իմաստավորել այսքան անարդար թվացող աշխարհը։ Միքայելը, մյուս կողմից, շարժունն էր, խոսողը, նա, ով փորձում էր կյանքը շարունակել։ Նա օգնում էր տատիկին տան գործերում, մաքուր լվացքի կապոցները տանում էր տերերին, միշտ փորձում էր եղբոր դեմքին ժպիտ պարգել։ Այդ առավոտ Վարդուհի տատիկը նրանց արթնացրեց մեղմ, բայց վճռական ձայնով։ Այսօր իրենց մոր գերեզմանին ծաղիկներ տանելու օրն էր։ Դա մի ծես էր, որը նա պարտադիր պահպանում էր ոչ թե պարտականությունից դրդված, այլ սիրուց ու հարգանքից։ Տղաները լուռ հագնվեցին, հագան այն կարկատած վերնաշապիկները, որոնք տատիկը նախորդ օրն արդուկել էր, միասին շարժվեցին Գյումրու դեռս ամայի փողոցներով։ Գերեզմանատունը քաղաքի բարձրադիր մասում էր, մի վայրում, որտեղ քամին ուժգին էր փչում, տեսադաշտը հասնում էր մինչ անտառապատ բլուրները։ Դա իր ձով գեղեցիկ, բայց նա տխուր վայր էր։ Երկաթե խաչերն ու մարմարե տապանակարերը խառնվում էին սպիտակ ներկված աղյուսե պարզ գերեզմաններին։ Մառախուղն ամեն ինչ էլ ավելի անիրական էր դարձնում, կարծես դա մի վայր լիներ ողջերի աշխարհի հիշողությունների մեջ։ Տղաները քայլում էին կողք կողքի, յուրաքանչյուրը մի փունջ վայրի ծաղիկ բռնած, որոնք տատիկը բակից էր հավաքել։ Դրանք երիցուկներ էին, անթառամներ վարդի մի քանի կոկոններ, որոնք համառորեն ծաղկում էին նույնիսկ հայկական ձմռանը։ Նրանց միջ տիրող լռությունը անհարմար չէր։ Դա նույն ցավը կիսող մարդկանց լռությունն էր, ովքեր բառերի կարիք չունեին միմյանց հասկանալու համար։ Երբ հասան մոր գերեզմանին, ցեմենտե մի պարզ շիրիմին, որի վրա փայտե խաչ էր, իսկ անունը ձեռքով փորագրված, Արամը ծնկի իջավ զգուշությամբ դրեց ծաղիկները։ Միքայելը կանգնած մնաց, եղբոր ձեռքը բռնած, մրմնջաց մի աղոթք, որը տատիկն էր սովորեցրել։ Դա գրքից սերտած աղոթք չէր, այլ պարզ բառեր, պաշտպանություն խնդրելով, ուժ խնդրելով, որ մայրը խաղաղ լինի, որտեղ էլ որ լինի։ Նրանք այնտեղ մնացին մի քանի րոպե, լուռ, մինչ առավոտյան ցուրտը սկսեց սաստկանալ, Միքայելը թեթակի հրեց եղբորը, ակնարկելով, որ արդեն գնալու ժամանակն է։ Արամը գլխով արեց, ցրփեց համառորեն հոսող արցունքները, երկուսով սկսեցին իջնել քարքարոտ արահետով, որը տանում էր դեպի գերեզմանատան երկաթե դարպասը։ Հենց այդ ժամանակ նրանք լսեցին մի ցածր տնքոց, գրեթե աննկատ, որը գալիս էր գերեզմանատունը խիտ անտառից բաժանող քարե պարսպի մոտից։ Արամն առաջինը կանգ առավ, կնճռեց ճակատը, շուրջը նայեց։ Միքայելը նույնպես լսեց, շրջվեց դեպի ձայնի ուղղությունը։ Սկզբում մտածեցին, թե քամին է։ Բայց տնքոցը կրկնվեց, այս անգամ ավելի հստակ, ցավով ու հուսահատությամբ լի։ Տղաները իրար նայեցին, երկմտելով։ Գերեզմանատան այդ մասից բնակիչները խուսափում էին։ Ասում էին, որ այնտեղ ուրվականներ կան, որ տարօրինակ բաներ են պատահում, որ արը մայր մտնելուց հետո ավելի լավ է չմոտենալ։ Բայց առավոտ էր, հետաքրքրասիրությունը, խառնված մի անհանգստության հետ, որը ոչ մեկը չէր կարողանում բացատրել, ստիպեց նրանց գնալ ձայնի ուղղությամբ։
Նրանք զգուշությամբ քայլեցին ամենահին գերեզմանների միջով, որոնցից մի քանիսը ծածկված էին մամուռով ու բաղեղով, մյուսները՝ լիովին լքված, առանց անունի, առանց ծաղիկների, առանց որե մեկի, ով կհիշեր նրանց։ Տնքոցն ավելի բարձրացավ։ Եվ հետո, երբ շրջանցեցին ժամանակից ճաքած քարե դամբարանը, նրանք տեսան մի գին տարեց, ընկած խոնավ գետնին, չոր տերների ու ծռմռված ճյուղերի մեջ։ Հագուստը պատառոտված, դեմքը կապտուկներով, դաստակներն ու կոճերը, պարանների խորը հետքերով, որոնք դեռ թույլ կապված էին դրանց շուրջ, կարծես ինչ-որ մեկը փորձել էր շտապ արձակել նրան կիսատ թողել։ Սպիտակ մազերը հողոտ էին, նա դողում էր, աչքերը կիսաբաց, հազիվ կարողանալով գիտակցությունը պահպանել։ Արամը զգաց, թե ինչպես սիրտը սկսեց արագ բաբախել։ Միքայելը վախեցած մի քայլ հետ գնաց, բայց շուտով վերադարձավ, եղբորը վերնաշապիկի թից քաշելով։ «Ինչ ենք անում», հարցրեց Միքայելը դողացող ձայնով։ Արամը միանգամից չպատասխանեց։ Նա նայում էր կնոջը, նրա վիճակին, զգաց վախի ու կարեկցանքի մի խառնուրդ, որը սեղմեց կուրծքը։ Այդ կինը օգնության կարիք ուներ։ Կարևոր չէր, թե ով էր նա կամ ինչպես էր հայտնվել այնտեղ։ Նա տառապում էր, նրանք չէին կարող պարզապես հեռանալ ծածնել, թե ոչինչ չեն տեսել։ «Օգնելու ենք», ասաց Արամը, չնայած վախին, վճռական ձայնով։ Միքայելը համաձայնեց, երկուսով դանդաղ մոտեցան։ Արամը ծնկի իջավ կնոջ կողքին, սկսեց քանդել պարանները, որոնք դեռ կապում էին նրա դաստակները։ Նրա ձեռքերը դողում էին, բայց նա չկանգնեց։ Միքայելը վազեց դեպի գերեզմանատան դարպասը, որտեղ ծորակ կար, վերադարձավ իրենց բերած ջրի շշով, այն մոտեցնելով տարեց կնոջ ճաքճքած շուրթերին։ Նա դանդաղ խմեց, մի փոքր խեղդվելով, բայց կարողացավ մի քանի կում անել։ Երբ ամբողջությամբ բացեց աչքերը, նա տղաներին նայեց անհավատության երախտագիտության խառը արտահայտությամբ։ Փորձեց խոսել, բայց ձայնը դուրս եկավ խռպոտ, անհասկանալի շշուկի պես։ «Տիկին, դուք վիրավոր եք», զգուշությամբ ասաց Միքայելը։ «Մենք պետք է ձեզ մի տեղ տանենք»։ «Հիվանդանոց, գուցե»։ Կինը թույլ գլխով արեց, կարծես ուզում էր ինչ-որ բան ասել, բայց ուժ չուներ։ Արամը նայեց եղբորը, երկուսն էլ հասկացան, որ չեն կարող նրան մենակ հիվանդանոց տանել։ Փոխադրամիջոցի համար գումար չունեին, իսկ կինը չափազանց թույլ էր քայլելու համար։ Միակ տարբերակը նրան տանելն էր այն մարդու մոտ, ում ամենաշատն էին վստահում աշխարհում։ «Եկեք նրան տանենք տատիկի տուն», ասաց Արամը։ «Տատիկը կիմանա, ինչ անել»։ Միքայելը համաձայնեց, նրանք միասին փորձեցին օգնել կնոջը ոտքի կանգնել։ Նա թեթ էր, գրեթե փխրուն, բայց մինույն է, չափազանց ծանր էր 12-ամյա երկու տղաների համար։ Այդ ժամանակ որոշեցին հերթով անել, մեկը մյուսի հետից, նրան ուսերից բռնելով, մինչ մյուսը պահում էր ոտքերը։ Դժվար էր, երկար տեց, մի քանի անգամ ստիպված եղան կանգնել։ Հանգստանալու։ Բայց չհանձնվեցին։ Վարդուհի տատիկի տուն վերադարձի ճանապարհը երկար էր։ Գյումրու փողոցներն արդեն ավելի մարդաշատ էին, որոշ մարդիկ կանգնում էին նայելու, հետաքրքրված կասկածամիտ։ Բայց ոչ ոք օգնություն չառաջարկեց։ Ոչ ոք չհարցրեց, թե ինչ է կատարվում։ Կարծես տղաների աղքատությունն ու կնոջ վիճակը բավարար պատճառներ լինեին երեսը շուռ տալու առաջ գնալու համար։ Երբ վերջապես հասան տուն, շնչակտուր հոգնած, վարդուհի տատիկը բակում էր, լվացքը փռելով պարանին։ Տեսնելով թոռներին, որոնք անծանոթ կնոջ էին տանում, նա ամեն ինչ թողեց, վազեց նրանց մոտ, աչքերը լայն բացված անհանգստությունից։ «Աստված իմ, ինչ է պատահել», հարցրեց նա, օգնելով տղաներին կնոջը պահել։ «Մենք նրան գերեզմանատանը գտանք, տատիկ», բացատրեց Միքայելը, դեռ շունչը չկարգավորած։ Նա կապկպված էր, վիրավոր։ Չէինք կարող նրան այնտեղ թողնել։ Վարդուհին նայեց կնոջը, նրա դեմքի հետքերին, պատառոտված հագուստին, միանգամից հասկացավ իրավիճակի լրջությունը։ Առանց այլ հարցեր տալու, նա տղաներին առաջնորդեց դեպի տուն, միասին պառկեցրին տարեց կնոջը միակ հասանելի ներքնակի վրա, որը հետի սենյակում էր։ Ամուր զգույշ ձեռքերով վարդուհին սկսեց մաքրել կնոջ վերքերը։ Օգտագործեց գոլ ջուր, մաքուր կտորներ, մի փոքր սպիրտ, որը պահում էր արտակարգ իրավիճակների համար։ Տղաները կանգնած էին դռան մոտ, լուր դիտում էին, դեռ մարսելով կատարվածը։ Կինը թույլ տնքաց, երբ վարդուհին մաքրում էր ճակատի ավելի խորը կտրվածքը, բայց չբողոքեց։ Երբ վերքերը մաքուր էին ծածկված ինքնաշեն վիրակապերով, վարդուհին հանգստացնող խոտաբույսերով թեյ պատրաստեց, օգնեց կնոջը խմել։
Կամաց տարեց կինը սկսեց մի փոքր ուժ հավաքել։ Նա մի որոշ ժամանակ լուռ մնաց, պարզապես դանդաղ շնչելով, աչքերը փակ, կարծես խոսելու համար քաջություն էր հավաքում։ Վարդուհին նստեց մահճակալի կողքին, ձեռքերը ծնկներին դրած, համբերատար սպասելով։ Տղաները նույնպես սպասում էին, նստած հատակին, պատին հենված։ Վերջապես կինը բացեց աչքերը, նայեց վարդուհուն։ Նրա ձայնը թույլ դուրս եկավ, բայց հուզմունքով լի։ Շնորհակալ եմ։ Դուք փրկեցիք իմ կյանքը։ Վարդուհին թեթակի ժպտաց, բայց նրա աչքերում անհանգստություն կար։ Ձեզ բժշկական օգնություն է պետք։ Ես մեկին կկանչեմ։ Կինը գլխով բացասական շարժում արեց, զարմանալի ուժով բռնելով վարդուհու ձեռքը։ Ոչ։ Խնդրում եմ։ Ոստիկանություն մի կանչեք։ Ոչ հիմա։ Ես պետք է նախ պատմեմ, թե ինչ է պատահել։ Պետք է, որ ինչ-որ մեկն իմանա ճշմարտությունը։ Վարդուհին կնճռեց ճակատը, բայց չպնդեց։ Կնոջ ձայնի մեջ մի բան կար, հրատապություն, վախ, որը նրան հասկացրեց, որ այս պատմությունն ավելի բարդ է, քան թվում էր։ Ապա պատմեք, հանգիստ ասաց վարդուհին։ Մենք այստեղ ենք, լսելու համար։ Կինը նորից փակեց աչքերը, երբ բացեց, դրանք լի էին արցունքներով։ Իմ անունը Հեղինե է։ Հեղինե Հակոբյան։ Եվ ինձ դավաճանել են իմ սեփական երեխաները։ Հաջորդած լռությունը ծանր էր, սպասումով լի։ Տղաները մոտեցան, նստելով հատակին, մահճակալի կողքին։ Վարդուհին սեղմեց Հեղինեի ձեռքը, քաջալերելով նրան շարունակել։ Հեղինեն խորը շունչ քաշեց, սկսեց պատմել իր պատմությունը։ Ասաց, որ 10 տարի է, այրի է, որ 3 երեխա ունի, որ վերջին ամիսների ընթացքում նկատել է, որ ինչ-որ բան այն չէ։ Երեխաները, որոնք միշտ հեռու էին, սկսել էին ավելի հաճախ այցելել իրեն։ Սկզբում մտածել էր, թե ուշացած քնքշություն է, մտերմանալու ցանկություն։ Բայց շուտով հասկացել էր, որ հետաքրքրությունն այլ է։ Նրանք ուզում էին, որ ինքը փաստաթղթեր ստորագրի։ Ասում էին, թե դա գործերը հեշտացնելու, ժառանգությունը կազմակերպելու, երաշխավորելու համար է, որ ամեն ինչ կարգին լինի, երբ ինքն այլս չլինի։ Հեղինեն, որը միշտ ուշադիր ու կասկածամիտ կին էր եղել, հրաժարվել էր։ Ասել էր, որ ոչինչ չի ստորագրի, առանց լիովին հասկանալու, թե ինչ է անում։ Հենց այդ ժամանակ ամեն ինչ փոխվեց։ Երեխաները սկսեցին վատ վերաբերվել իրեն, դաժան մեկնաբանություններ անել իր տարիքի, ինքն իրեն խնամելու ունակության մասին։ Ասում էին, որ նա մոռացկոտ է դառնում, որ այլս ի վիճակի չէ կառավարել իր սեփական ունեցվածքը։ Հեղինեն գիտեր, որ դա ճիշտ չէ, բայց հասկացավ, որ նրանք մի պատմություն են հորինում, հող են նախապատրաստում ավելի վատ բանի համար։ Եվ հետո, մի քանի օր առաջ, նրանք իրեն տարան տնից։ Ասացին, որ գնում են մի հանգիստ վայր, որտեղ նա կարող է հանգստանալ։ Հեղինեն կասկածեց, բայց գնաց։ Մտածում էր, որ խորքում դեռ կարող է վստահել նրանց։ Ի վերջո, նրանք իր երեխաներն էին։ Բայց ճանապարհին նրանք կանգնեցին մի մեկուսի վայրում։ Եվ հենց այնտեղ ամեն ինչ տեղի ունեցավ։ Հեղինեն չցանկացավ մանրամասնել իր կրած բռնության մասին, բայց նրա դեմքով հոսող արցունքներն ամեն ինչ ասում էին։ Ասել էին, որ նա այլս ոչ մի բանի պետք չէ։ Որ նա բեռ է։ Որ ավելի լավ կլինի, եթե նա պարզապես անհետանա։ Նրանք ապկպեցին, թողեցին այնտեղ, գերեզմանատանը, թաքցրած լքված գերեզմանների մեջ, հուսալով, որ ոչ ոք նրան չի գտնի։ Կամ որ, եթե գտնեն, արդեն շատ ուշ կլինի։ Բայց տղաները նրան գտան։ Եվ հիմա նա այստեղ էր, ողջ, բայց վախեցած։ Որովհետև գիտեր, որ երեխաները հեշտությամբ չեն հանձնվի։ Նրանք ծրագրեր ունեին, պատրաստված փաստաթղթեր, հավանաբար արդեն լուրեր էին տարածում, որ նա անհետացել է, գուցե նույնիսկ հորինելով մի պատմություն հոգեկան խնդիրների կամ դժբախտ պատահարի մասին։ Վարդուհին լուռ լսեց ամեն ինչ, լուրջ արտահայտությամբ։ Երբ Հեղինեն ավարտեց խոսքը, նա ամուր բռնեց կնոջ ձեռքերը, նայեց նրա աչքերին։ Այստեղ դուք ապահով եք։ Ոչ ոք ձեզ չի վնասի, քանի դեռ իմ հարկի տակ եք։ Բայց մենք պետք է զգույշ լինենք։ Իշխանություն փող ունեցող մարդիկ ճշմարտությունը խեղաթյուրելու ձեր ունեն։ Մեզ օգնություն է պետք գալու։ Հեղինեն գլխով արեց, հոգնած։ Վարդուհին վեր կացավ, տղաներին խնդրեց իր հետ գալ խոհանոց։ Այնտեղ, Հեղինեից հեռու, նա ցածր ձայնով խոսեց. Սա լուրջ է, տղերք։ Շատ լուրջ։
Դուք ճիշտ եք արել այս կնոջը այստեղ բերելով, բայց հիմա պետք է մտածենք, ինչ անել։ Եթե նրա երեխաներն իմանան, որ նա այստեղ է, կարող են մեր հետից գալ։ Եվ դա հեշտ չի լինի։ Արամն ու Միքայելը իրար նայեցին, բայց նրանց աչքերում կասկած չկար։ Նրանք գիտեին, թե ինչ պետք է արվի։ Մենք թույլ չենք տա, որ նրանք նորից վնասեն նրան, ասաց Արամը մի համոզվածությամբ, որը զարմացրեց նույնիսկ իրեն։ Մենք ճիշտ արեցինք, օգնելով։ Եվ շարունակելու ենք օգնել։ Վարդուհին ժպտաց, հպարտանալով թոռներով։ Շոյեց նրանցից յուրաքանչյուրի մազերը գլխով արեց։ Ապա մեզ դաշնակիցներ են պետք։ Ես կխոսեմ հայր Հովակիմի հետ։ Նա մարդկանց է ճանաչում, ովքեր կարող են օգնել։ Եվ առայժմ սա գաղտնի կպահենք։ Մեզանից երեքից բացի ոչ ոք չպետք է իմանա, որ նա այստեղ է։ Հաջորդ օրերը լարվածության մեջ անցան։ Հեղինեն կամաց վերականգնվում էր, բայց վախի ստվերը երբեք ամբողջությամբ չէր լքում նրան։ Վարդուհին կնոջը թաքցնում էր, պարզ կերակուրներ էր պատրաստում ապահովում, որ նա ունենա այն ամենը, ինչ անհրաժեշտ է ուժ հավաքելու համար։ Մինույն ժամանակ քաղաքում սկսեցին լուրեր շրջանառվել։ Ասում էին, որ Երանից մի հարուստ կին է անհետացել, որ ընտանիքը հուսահատված է, որ պարքավճար են առաջարկում ցանկացած տեղեկության համար։ Մեկնաբանությունները արագ տարածվում էին, Վարդուհին գիտեր, որ ժամանակի հարց է, մինչ ինչ-որ մեկը սկսի ավելի ուղղակի հարցեր տալ։ Մի կեսօր Արամը շուկայից վերադարձավ անհանգիստ արտահայտությամբ։ Նա լսել էր, թե ինչպես են երկու կանայք խոսում անհետացման մասին։ Ասում էին, որ այդ տիկինը շփոթված է, հոգեկան խնդիրներ ունի, որ հավանաբար մոլորվել է վտանգի մեջը։ Պատմությունը զգուշությամբ էր կառուցվում, համոզիչ էր։ Վարդուհին լուր լսեց ամեն ինչ, ապա գնաց այն սենյակ, որտեղ Հեղինեն հանգստանում էր։ Պատմեց, թե ինչ է կատարվում դրսում, կնոջ արտահայտությունը փոխվեց։ Նրանք անում են հենց այն, ինչ ես պատկերացնում էի։ Նրանք ինձ ներկայացնում են որպես մի ծեր, տկարամիտ կնոջ, որը չգիտի, ինչ է անում։ Եվ եթե ինձ գտնեն, կասեն, որ իրենք են ինձ փրկել, որ ես զառանցում եմ, որ իմ ասածներից ոչինչ ճիշտ չէ։ Վարդուհին խաչեց ձեռքերը, մտած կոտ։ Ապա մենք պետք է երաշխավորենք, որ երբ նրանք գան, իսկ նրանք կգան, մենք ապացույցներ ունենանք։ Վկաներ։ Մարդիկ, ովքեր կհավատան ձեր խոսքին։ Հեղինեն համաձայնեց, բայց վախը դեռ այնտեղ էր, խորը արմատացած։ Վարդուհին գիտեր, որ պետք է արագ գործել։ Հաջորդ առավոտ Վարդուհին գնաց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի խոսեց հայր Հովակիմի հետ, միջին տարիքի, մեղմ ձայնով արդար սրտով մի մարդու։ Պատմեց Հեղինեի պատմությունը, առանց մանրամասները բաց թողնելու, օգնություն խնդրեց։ Հայր Հովակիմը ուշադիր լսեց ամեն ինչ, երբ Վարդուհին ավարտեց, նա դանդաղ գլխով արեց։ Ես մեկին ճանաչում եմ, ով կարող է օգնել։ Մի սոցիալական աշխատող, որը զբաղվում է տարեցների դեմ բռնության դեպքերով։ Ես կապ կհաստատեմ նրա հետ։ Բայց մենք պետք է արագ լինենք։ Եթե այս կինը ճշմարտությունն է ասում, իսկ ես հավատում եմ, որ այդպես է, ապա մենք գործ ունենք շատ լուրջ բանի հետ։ Վարդուհին շնորհակալություն հայտնեց, մի փոքր ավելի հույսով վերադարձավ տուն։ Բայց գիտեր, որ պայքարը նոր է սկսվում։ Այդ նույն կեսօր, երբ օգնում էր Հեղինեին նստել խոհանոցի աթոռին թեյ խմելու, դրան թակոց լսեց։ Նրա սիրտը սկսեց արագ բաբախել։ Նայեց տղաներին, որոնք նույնպես լարվեցին, ապա դանդաղ գնաց դեպի դուռը։ Բացեց միայն մի փոքր ճեղք տեսավ լավ հագնված մի տղամարդու, մուգ կոստյումով, փողկապով, փայլեցրած կոշիկներով։ Նա ժպտաց, բայց ժպիտը չհասավ աչքերին։ Բար ձեզ։ Ես փնտրում եմ մի տիկնոջ, որը մի քանի օր առաջ անհետացել է։ Տիկին Հեղինե Հակոբյանին։ Պատահաբար տեղեկություն ունեք նրա մասին։ Վարդուհին զգաց, թե ինչպես արյունը սառեց, բայց պահպանեց չեզոք արտահայտությունը։ Ոչ, չունեմ։ Ինչու եք կարծում, որ ես կիմանայի։ Տղամարդը թեթակի թեքեց գլուխը, ժպիտը դեռ այնտեղ էր, բայց սառը։ Լսել եմ, որ դուք հայտնի եք մարդկանց օգնելով։ Եվ մտածեցի, որ գուցե ինչ-որ մեկը ձեզ է դիմել։ Ընտանիքը շատ անհանգիստ է։ Տիկին Հեղինեն հոգեկան առողջության հետ խնդիրներ ունի, գիտեք։ Խնամքի կարիք ունի։ Վարդուհին ավելի ամուր բռնեց դուռը, բայց երկմտանք ցույց չտվեց։ Եթե ինչ-որ բան իմանամ, կտեղեկացնեմ։ Բայց մինչ այժմ ոչինչ չեմ տեսել։
Տղամարդը նրան ուսումնասիրեց չափազանց երկար, կարծես փորձում էր կարդալ բառերից այն կողմ։ Հետո, վերջապես, գլխով արեց մի այցեքարտ տվեց։ Եթե տեսնեք կամ լսեք ինչ-որ բան, խնդրում եմ կապվեք։ Ընտանիքը շատ շնորհակալ կլինի։ Վարդուհին վերցրեց այցեքարտը, դանդաղ փակեց դուռը։ Հենց որ տղամարդը հեռացավ, նա մեջքով հենվեց դռանը, բաց թողեց պահած շունչը։ Արամն ու Միքայելը հայտնվեցին միջանցքում, աչքերը լայն բացված։ Նա գիտի, ասաց Արամը։ Նա կասկածում է։ Վարդուհին համաձայնեց, այցեքարտը դնելով գոգնոցի գրպանը։ Այո։ Եվ հիմա ամեն ինչ ավելի է բարդանում։ Բայց մենք չենք նահանջելու։ Մենք կպաշտպանենք Հեղինեին, ինչ գնով էլ լինի։ Եվ այսպես, Գյումրու ձորի թաղամասի այդ փոքրիկ տանը սկսվեց մի լուռ պայքար։ Մի կողմում սեփական երեխաների կողմից դավաճանված մի տարեց կին։ Մյուս կողմում մի տատիկ երկու որբ տղաներ, զինված միայն կարեկցանքով ու քաջությամբ։ Եվ նրանց մեջ մի ճշմարտություն, որը պետք է բացահայտվեր, անկախ նրանից, թե քանի սուտ կփորձեին խեղդել այն։ Հաջորդ օրերը նշանավորվեցին մի լարվածությամբ, որը կախված էր օդում, ինչպես Գյումրին ամեն առավոտ ծածկող մառախուղը։ Վարդուհին պահպանում էր իր սովորական առօրյան, լվացք անելով, արդուկելով, մաքուր ու բուրավետ կապոցները տերերին հանձնելով, բայց հիմա տնից դուրս արված ամեն քայլը հաշվարկված էր։ Փողոցում ստացած ամեն հայացք կարծես լուր հարցադրում էր պարունակում, չասված կասկած։ Հեղինեն դանդաղ վերականգնվում էր, գոնե ֆիզիկապես։ Դեմքի կապտուկները սկսում էին գունատվել, մուգ մանուշակագույնից անցնելով դեղնավուն ու կանաչավուն երանգների։ Դաստակների ու կոճերի պարանների հետքերը դեռ այնտեղ էին, խորը, ինչպես սպիներ, որոնք դժվարությամբ կանհետանային։ Բայց Վարդուհուն ամենաշատն անհանգստացնում էր կնոջ հուզական վիճակը։ Հեղինեն ամեն գիշեր մղձավանջներ էր տեսնում, արթնանում էր սարսափած, լայն բացված աչքերով, փնտրելով ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին, որն այնտեղ չէր։ Եվ երբ արթնանում էր, մի քանի վայրկյան էր պահանջվում հիշելու համար, թե որտեղ է, հասկանալու, որ ապահով է։ Արամն ու Միքայելը հերթով նրա հետ էին մնում։ Արամը իր լուր բնավորությամբ նստում էր մահճակալի կողքին, ցածր ձայնով կարդում էր հատվածներ միակ գրքից, որ ունեին տանը, մի հին աստվածաշնչից, որը պատկանել էր իրենց մորը։ Դրանք հենց ուրախ պատմություններ չէին, բայց Հեղինեն կարծես մխիթարություն էր գտնում բառերի, տղայի հանգիստ ձայնի, լուր ներկայության մեջ, որն ասում էր, թե նա մենակ չէ։ Միքայելը, իր հերթին, փորձում էր նրանից ժպիտ կորզել։ Զվարճալի պատմություններ էր պատմում դպրոցում տեղի ունեցած բաների մասին, Հարանիշան մասին, որը անընդհատ փախչում էր ու վերադառնում դնչին հավ բռնած, այն անգամվա մասին, երբ ինքն ու Արամը փորձել էին տորթ թխել ու քիչ էր մնում խոհանոցը վառեին։ Հեղինեն ծիծաղում էր, թույլ, բայց անկեղծ ծիծաղով, դա բալասանի պես էր բոլորի համար տանը։ Կոստյումով տղամարդու այցից 3 օր անց հայր Հովակիմը եկավ, մի կնոջ ուղեկցությամբ։ Նա բարձրահասակ էր, 40 անց, մազերը ամուր հավաքած, բարակ շրջանակով ակնոցներով լուրջ, բայց բարի արտահայտությամբ։ Հագել էր սպիտակ վերնաշապիկս, պարզ տաբատ, իսկ թիտակ կաշվե թղթապանակ էր պահում։ Վարդուհի, սա Լուսինե Թադոսյանն է, ներկայացրեց հայր Հովակիմը։ Նա սոցիալական աշխատող է, զբաղվում է ընտանեկան տարեցների դեմ բռնության դեպքերով։ Ես նրան պատմել եմ տիկին Հեղինեի իրավիճակի մասին, նա պատրաստակամություն է հայտնել օգնելու։ Լուսինեն ձեռքը մեկնեց Վարդուհուն, որը ամուր սեղմեց այն։ Այդ կնոջ կեցվածքի մեջ մի բան կար, որը վստահություն էր ներշնչում, պրոֆեսիոնալ լրջություն, որը մինույն ժամանակ սառը չէր։ Գիտեմ, որ իրավիճակը նուրբ է, ասաց Լուսինեն, քահանայի հետ տուն մտնելով։ Բայց մենք պետք է զգուշությամբ գործենք։ Եթե տիկին Հեղինեն իսկապես բռնության զոհ է դարձել իր երեխաների կողմից, ամեն ինչ դա է ցույց տալիս, ապա մենք գործ ունենք լուրջ դեպքի հետ։ Եվ ֆինանսական միջոցներ ունեցող մարդիկ, ինչպիսին որ թվում է այս դեպքն է, սովորաբար ունենում են փաստաբաններ, կապեր, ազդեցություն։ Մենք պետք է ամուր գործ կառուցենք։ Վարդուհին նրանց առաջնորդեց դեպի այն սենյակ, որտեղ Հեղինեն հանգստանում էր։ Կինը նստած էր մահճակալին, մեջքը հենած ինքնաշեն։ Բարձերին, դողացող ձեռքերով թեյի բաժակ էր պահում։ Երբ տեսավ հայր Հովակիմին, մի փոքր հանգստացավ։ Բայց երբ նրա աչքերը հանդիպեցին Լուսինեի աչքերին, երկմտանք առաջացավ։ Տիկին Հեղինե, քնքշությամբ ասաց հայր Հովակիմը։ Սա Լուսինեն է։ Նա եկել է ձեզ օգնելու։ Կարող եք վստահել նրան։
Հեղինեն մի պահ ուսումնասիրեց սոցիալական աշխատողին, ապա դանդաղ գլխով արեց։ Լուսինեն մոտեցավ, աթոռ քաշեց, նստեց մահճակալի կողքին։ Բացեց թղթապանակը, հանեց գրիչ ու նոթատետր։ Տիկին Հեղինե, ինձ պետք է, որ պատմեք այն ամենը, ինչ տեղի է ունեցել։ Սկզբից։ Գիտեմ, որ կարող է դժվար լինել այդ հիշողությունները վերապրելը, բայց կարող է, որ ես բոլոր մանրամասներն իմանամ։ Ես ամեն ինչ կգրառեմ, հետո միասին կորոշենք, թե որոնք են հաջորդ քայլերը։ Համաձայն եք։ Հեղինեն խորը շունչ քաշեց, նայեց վարդուհուն, որը քաջալերող գլխով արեց, հետո սկսեց խոսել։ Նա նորից պատմեց ամեն ինչ, բայց այս անգամ ավելի մանրամասն։ Խոսեց այն մասին, թե ինչպես ամիսներ առաջ երեխաները սկսեցին ավելի հաճախ այցելել իրեն, միշտ իրենց հետ բերելով ստորագրելու փաստաթղթեր, միշտ պնդելով, որ դա իր բարօրության գործերը հեշտացնելու համար է։ Հեղինեն երանում մեծ սեփականություն ուներ, բացի ներդրումներից որոշ խնայողություններից։ Նա չափազանց հարուստ չէր, բայց ուներ բավականաչափ միջոցներ հարմարավետ ապրելու ինչ-որ բան ժառանգություն թողնելու համար։ Երբ նա հրաժարվեց ստորագրել փաստաթղթերը, առանց լիովին հասկանալու, թե ինչ է անում, երեխաները փոխվեցին։ Սկսեցին արամարանքով վերաբերվել իրեն, մեկնաբանություններ անել իր տարիքի, այն մասին, թե ինչպես է նա մոռացկոտ, շփոթված դառնում։ Հեղինեն գիտեր, որ այդպես չէ։ Նա միշտ եղել է պարզամիտ, կազմակերպված, սուր միտք ունեցող կին։ Բայց երեխաները ցանկանում էին սերմանել այն գաղափարը, որ նա կորցնում է իր մտավոր ունակությունները։ Եվ դա արեցին հարանների, ծանոթների առաջ, ստեղծելով մի պատմություն, որը կարող էր օգտագործվել իր դեմ ապագայում։ Եվ հետո եկավ այն օրը, երբ նրան տարան։ Ասացին, որ զբոսանքի են գնում, մի հանգիստ վայր, որտեղ նա կարող է հանգստանալ։ Հեղինեն, միամտաբար, հավատաց։ Դեռ հույս ուներ, որ խորքում երեխաները հոգ են տանում իր մասին։ Բայց երբ կանգնեցին մի մեկուսի ճանապարհին, ամեն ինչից հեռու, ճշմարտությունը բացահայտվեց։ Այստեղ Հեղինեն դադար տվեց։ Արցունքները սկսեցին հոսել, նրան մի քանի րոպե պետք եղավ ուշքի գալու համար։ Լուսինեն նրան չշտապեցրեց։ Համբերատար սպասեց, գրառելով արդեն ասվածը, ժամանակ տալով, որ կինը ուժ գտնի շարունակելու համար։ Նրանք ինձ ասացին, որ ես բեռ եմ։ Որ այլս ոչ մի բանի պետք չեմ։ Որ ավելի լավ կլինի, եթե ես պարզապես անհետանամ։ Եվ հետո ինձ կապկպեցին։ Ես աղաչեցի։ Ասացի, որ նրանք իմ երեխաներն են, որ ես նրանց սիրում եմ, որ չեմ հասկանում, թե ինչու են դա անում։ Բայց նրանք չլսեցին։ Կամ չուզեցին լսել։ Ինձ բերեցին այս գերեզմանատուն, գցեցին այնտեղ, կարծես աղբ լինեի, հեռացան։ Հեղինեի ձայնը դողաց, նա դեմքը ծածկեց ձեռքերով։ Վարդուհին մոտեցավ, լուռ բռնեց նրա ուսը։ Լուսինեն մի պահ փակեց աչքերը, կլանելով այդ բառերի ծանրությունը, հետո նորից սկսեց գրել։ Տիկին Հեղինե, ինձ պետք է, որ ասեք ձեր երեխաների անունները։ Եվ եթե հնարավոր է, ցանկացած տեղեկություն այն մասին, թե որտեղ են նրանք ապրում, որտեղ են աշխատում, ցանկացած բան, որը կարող է օգտակար լինել։ Հեղինեն գլխով արեց, տվեց անունները։ Կարենը, Ավագը, հաջողակ փաստաբան Երանում։ Աննան, Միջնեկը, ամուսնացած գործարարի հետ, հարմարավետ կյանքով էր ապրում, առանց աշխատելու կարիքի։ Եվ Ռուբենը, կրտսերը, որը խորհրդատվական բիզնես էր ղեկավարում։ Բոլորը կայացած, բոլորը միջոցներով, բոլորը հեղինակություն ունեցող։ Լուսինեն ամեն ինչ գրառեց, հետո թույլտվություն խնդրեց լուսանկարելու Հեղինեի մարմնի հետքերը։ Կինը երկմտեց, բայց համաձայնեց։ Լուսինեն փաստագրեց յուրաքանչյուր կապտուկ, յուրաքանչյուր պարանի հետ, յուրաքանչյուր քերծվածք, փոքրիկ սուստ տեսախցիկով։ Ամեն ինչ կօգտագործվեր որպես ապացույց։ Հիմա մենք պետք է մտածենք ձեր անվտանգության մասին։ Եթե երեխաներն իմանան, որ այստեղ եք, կարող են ինչ-որ բան փորձել։ Ես կապ կհաստատեմ մի վստահելի փաստաբանի հետ, մեկի, ով զբաղվում է ընտանեկան բռնության դեպքերով։ Եվ ես այս ամենը պաշտոնապես կգրանցեմ։ Բայց մինչ այդ, կարող է, որ դուք մնաք այստեղ, թաքնված։ Համաձայն եք։ Հեղինեն համաձայնեց, հոգնած։ Լուսինեն վեր կացավ, նշումներն ու տեսախցիկը դրեց թղթապանակի մեջ, նայեց վարդուհուն։ Դուք շատ քաջ բան եք անում, պաշտպանելով տիկին Հեղինեին։ Բայց պետք է իմանաք, որ կարող են հետանքներ լինել։ Եթե նրա ընտանիքը ազդեցություն ունի, կարող են փորձել բարդացնել նա ձեր գործերը։ Համոզված եք, որ ուզում եք շարունակել։
Վարդուհին ոչ մի վայրկյան չերկմտեց։ Համոզված եմ։ Ես չեմ լքելու այս կնոջը։ Նա օգնության կարիք ունի, ես կօգնեմ։ Լուսինեն ժպտաց, փոքրիկ, բայց անկեղծ ժպիտով, գլխով արեց։ Ապա դա միասին կանենք։ Հաջորդ օրերին ամեն ինչ սկսեց արագ զարգանալ։ Լուսինեն գտավ մի փաստաբանի, Գորգ Մանուկյան անունով միջին տարիքի մի տղամարդու, որը հայտնի էր ընտանեկան բռնության դժվար գործերը պաշտպանելով։ Նա եկավ Վարդուհու տուն, ժամերով խոսեց Հեղինեի հետ, ամեն ինչ գրառեց, ուսումնասիրեց վնասվածքների լուսանկարները, հետո այնտեղից դուրս եկավ լուրջ արտահայտությամբ։ Սա լուրջ է։ Շատ լուրջ։ Եթե կարողանանք ապացուցել, որ եղել է ունեզրկման հարկադրանքի լքման փորձ, երեխաները կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել։ Բայց դա հեշտ չի լինի։ Նրանք ամեն ինչ կհերքեն, կփորձեն վարկաբեկել տիկին Հեղինեին, միջոցներ կօգտագործեն գործը ձգձգելու համար։ Բայց մենք կպայքարենք։ Եվ պայքարը սկսվեց։ Գորգը հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց, գցելով լուսանկարները, Հեղինեի ցուցմունքը, տղաների վկայությունը, ովքեր գտել էին կնոջն այդ վիճակում։ Լուսինեն նա գործ բացեց սոցիալական ծառայությունում, պահանջելով պաշտպանություն Հեղինեի համար, հետաքննություն երեխաների վարքի վերաբերյալ։ Բայց, ինչպես սպասվում էր, արձագանքը չուշացավ։ 2 օր անց Երանի թերթերը հրապարակեցին հաղորդագրություն Հեղինե Հակոբյանի անհետացման մասին։ Հոդվածում ասվում էր, որ նա տառապում է հիշողության խնդիրներից, որ տնից դուրս է եկել, ապա կողմնորոշված, որ ընտանիքը հուսահատ փնտրում է նրան։ Կար նույնիսկ Հեղինեի հին լուսանկարը, ժպտալիս, 3 երեխաների կողքին, բոլորը գրկախառնված, երջանիկ ընտանիքի կատարյալ պատկեր։ Վարդուհին կարդաց հոդվածը, զգաց, թե ինչպես է զայրույթը բարձրանում։ Բայց հանգստություն պահպանեց։ Գիտեր, որ դա Հեղինեի երեխաների ռազմավարության մի մասն է, կառուցել մի պատմություն, որը նրանց կնպաստի, որը նրանց կներկայացնի որպես անհանգիստ զոհեր, իսկ Հեղինեին որպես շփոթված կնոջ, որը պետք է փրկվի։ Բայց ճշմարտությունն իր զենքերն ուներ։ Գորգը, փաստաբանը, կարողացավ դատական որոշում ստանալ, որպեսզի Հեղինեին զննի անկախ բժիշկ, մեկը, ով կապ չունի ընտանիքի հետ։ Զննումը հաստատեց, որ նա լիովին մտավոր ունակ է, պարզամիտ, հետողական, որ նրա մարմնի վնասվածքները համապատասխանում են իր տված բռնության մասին պատմությանը։ Սա ձեռքի տակ ունենալով, Գորգը հայց ներկայացրեց Հեղինեի երեխաների դեմ, մեղադրելով նրանց ունեզրկման հարկադրանքի անօգնականին։ Լքելու փորձի մեջ։ Լուրը արագ հասավ երեխաներին, արձագանքն անմիջական էր։ Հաջորդ առավոտ 3 մեքենա կանգնեց Վարդուհու տան դիմաց։ Նրանցից դուրս եկան Կարենը, Աննան, Ռուբենը, փաստաբանի 2 տղամարդկանց ուղեկցությամբ, որոնք թիկնապահների տեսք ունեին։ Կարենը ուժգին թակեց դուռը, երբ Վարդուհին բացեց, նա առանց ավելորդ քաղաքավարությունների անցավ գործի։ Որտե՞ղ է մայրս, պահանջեց նա բարձր իշխանական ձայնով։ Վարդուհին հանգիստ նայեց նրան, բայց չվախեցավ։ Եթե տիկին Հեղինեի մասին եք խոսում, նա պաշտպանության տակ է։ Պաշտպանության։ Կարենը մի քայլ առաջ արեց, բայց Վարդուհին չնահանջեց։ Ո՞մ պաշտպանության։ Մի լվացարարուհու, որը քիթը խոթել է այնտեղ, ուր իրեն չեն կանչել։ Մայրս հիվանդ է, շփոթված։ Նրան պատշաճ բժշկական խնամք է պետք, ոչ թե մարդիկ, ովքեր ուզում են օգտվել նրանից։ Վարդուհին զգաց, թե ինչպես է զայրույթը եռում, բայց ձայնը ամուր պահեց։ Տիկին Հեղինեն շփոթված չէ։ Նա լիովին պարզամիտ է։ Եվ նա պատմել է այն ամենը, ինչ դուք արել եք նրա հետ։ Ամեն ինչ։ Կարենը բացեց բերանը պատասխանելու, բայց քույրը Աննան ձեռքը դրեց նրա թին, զգուշության կոչ անելով։ Նա Վարդուհուն նայեց ավելի զուսպ, բայց ոչ պակաս սառը արտահայտությամբ։ Դուք ոչինչ չգիտեք։ Մայրս զառանցանքներ ունի, պատմություններ է հորինում։ Նրան բուժում է պետք։ Եվ մենք, որպես երեխաներ, իրավունք ունենք հոգ տանելու նրա մասին։ Վարդուհին խաչեց ձեռքերը։ Տիկին Հեղինեն ձեզ հետ ոչ մի տեղ չի գնա։ Նա հիմա փաստաբան ունի։ Եվ վկաներ։ Եթե ուզում եք նրա հետ խոսել, պետք է դա անեք ճիշտ ձով, իշխանությունների ներկայությամբ։ Ռուբենը, կրտսերը, որը մինչ այդ լուռ էր մնացել, մի քայլ առաջ արեց։ Նրա հայացքում վտանգավոր մի բան կար։ Դուք չգիտեք, թե ում հետ եք գործ բռնել։ Մենք միջոցներ ունենք, կապեր։ Կարող ենք ձեր կյանքը շատ դժվարացնել։ Վարդուհին նայեց նրան, առանց թարթելու։
Կարող եք փորձել, բայց ինձ չեք ստիպի հանձնվել։ Կարենը, հասկանալով, որ ոչ մի արդյունքի չեն հասնում, նշան արեց թիկնապահներին, որոնք վերադարձան մեքենաներ։ Նա վերջին անգամ նայեց Վարդուհուն, կոշտ արտահայտությամբ։ Սա այսպես չի մնա։ Կտեսնենք, թե ով է ճշմարտությունն ասում։ Եվ հետո հեռացան, օդում սպառնալիքի հետք թողնելով։ Վարդուհին փակեց դուռը, հենվեց նրան, սիրտը արագ բաբախելով։ Արամն ու Միքայելը վազելով դուրս եկան տան հետի մասից, որտեղ թաքնվել էին Հեղինեի հետ։ Նրանք գնացին, ասաց Վարդուհին, բայց սա դեռ հեռու է ավարտից։ Հեղինեն, որը լսել էր ամեն ինչ իր թաքստոցից, եկավ հյուրասենյակ, աչքերը լի արցունքներով։ Դուք պարտավոր չեք դա անել ինձ համար։ Պարտավոր չեք ձեզ այսպես վտանգի ենթարկել։ Վարդուհին գնաց նրա մոտ, ամուր բռնեց նրա ձեռքերը։ Պարտավոր ենք, այո։ Որովհետ դա է ճիշտը։ Եվ որովհետ ոչ ոք արժանի չէ անցնելու նրա միջով, ինչի միջով դուք անցաք։ Մենք կպայքարենք, տիկին Հեղինե։ Եվ մենք կհաղթենք։ Բայց հաջորդ օրերը ցույց տվեցին, որ պայքարն ավելի դժվար է լինելու, քան պատկերացնում էին։ Հեղինեի երեխաները սկսեցին գյուղում բամբասանքներ տարածել։ Ասում էին, որ Վարդուհին մանիպուլյացիայի է ենթարկում մի հիվանդ կնոջ, փող ստանալու համար։ Որ տղաները հանցակիցներ են։ Որ ամեն ինչ լավ մշակված խաբեություն է։ Մարդիկ, որոնք առաջ հարգանքով էին ողջունում Վարդուհուն, հիմա կասկածով էին նայում նրան։ Որոշ տանտիրուհիներ չեղարկեցին լվացքի ծառայությունները, ասելով, որ նախընտրում են խառնաշփոթի մեջ չընկնել։ Ֆինանսական ճնշումը սկսեց սեղմել։ Վարդուհին խնայողություններ ուներ, բայց ոչ շատ։ Եվ ավելի քիչ աշխատանքով ամեն ինչ դժվարացավ։ Բայց նա չնահանջեց։ Շարունակեց հոգ տանել Հեղինեի մասին, ապահովելով, որ կինն ունենա ուտելիք, դեղորայք, հարմարավետություն։ Եվ տղաները, նույնիսկ դպրոցում դաժան մեկնաբանություններ լսելով, գլուխները բարձր պահեցին։ Լուսինեն էր, որ բերեց այն լուրը, որը փոխեց իրադարձությունների ընթացքը։ Նա մի կեսօր եկավ տուն, մի արտահայտությամբ, որը ցույց էր տալիս, որ ինչ-որ կարևոր բան է բացահայտել։ Ես ինչ-որ բան եմ գտել։ Տիկին Հեղինեի հարաններից մեկը Երանում պատրաստակամություն է հայտնել ցուցմունք տալու։ Նա ասել է, որ տեսել է, թե ինչպես են երեխաները մոր հետ տնից դուրս գալիս այդ օրը, որ նա վախեցած տեսք է ունեցել, փորձել է դիմադրել։ Նա տարօրինակ է համարել, բայց այդ պահին ոչինչ չի արել։ Հիմա պատրաստ է վկայություն տալ։ Բացի այդ, Գորգը, փաստաբանը, անհամապատասխանություններ էր գտել այն փաստաթղթերում, որոնք երեխաները պատրաստել էին։ Ստորագրություններ, որոնք չէին համընկնում, ամսաթվեր, որոնք իմաստ չունեին, կետեր, որոնք ակնհայտորեն վնասակար էին Հեղինեի համար։ Ամեն ինչ մատնանշում էր նրան հարկադրաբար փաստաթղթեր ստորագրել տալու փորձը։ Այս նոր ապացույցներով գործն ուժեղացավ։ Ոստիկանությունը պաշտոնական հետաքննություն սկսեց, Հեղինեի երեխաները կանչվեցին ցուցմունք տալու։ Փորձեցին հանգստություն պահպանել, ամեն ինչ հերքեցին, բայց հակասությունները սկսեցին ի հայտ գալ։ Կարենն ասաց, որ մայրը ամիսներ շարունակ շփոթված է եղել։ Աննան ասաց, որ խնդիրները սկսվել են մի քանի շաբաթ առաջ։ Ռուբենը պնդեց, որ երբեք որևէ տեսակի հարկադրանք չի եղել։ Բայց փաստաթղթերն այլ բան էին ասում։ Եվ հետո եկավ վճռորոշ պահը։ Հեղինեն կանչվեց ցուցմունք տալու։ Վարդուհին, Լուսինեն, Գորգը նրան ուղեկցեցին ոստիկանության բաժանմունք։ Կինը նյարդայնացած էր, ձեռքերը դողում էին, բայց նրա աչքերում վճռականություն կար։ Նա թույլ չէր տալու, որ երեխաներն անպատիժ մնան։ Ցուցմունքը ժամեր տեց։ Հեղինեն պատմեց ամեն ինչ, սկզբից, առանց մանրամասները բաց թողնելու։ Խոսեց այն մասին, թե ինչպես են երեխաները փոխվել, քողարկված սպառնալիքների մասին, այն օրվա մասին, երբ իրեն տարան ու լքեցին։ Նրա ձայնը մի քանի անգամ դողաց, արցունքները հոսեցին, բայց նա չկանգնեց։ Շարունակեց մինչ վերջ։ Երբ դուրս եկավ բաժանմունքից, հոգնած էր, բայց նա թեթացած։ Երկար ժամանակ հետո առաջին անգամ զգաց, որ իր ձայնը լսվել է։ Որ ինչ-որ մեկը, վերջապես, հավատում է իրեն։ Վերադառնալով Վարդուհու տուն, Հեղինեն նստեց խոհանոցի սեղանի մոտ, ընդունեց այն թեյը, որը կինն իրեն առաջարկեց։ Արամն ու Միքայելը նստեցին նրա կողքին, լուռ, առաջարկելով միայն ներկայություն, ընկերակցություն։ Եվ այնտեղ, այդ պարզ տանը, այդ փոքրիկ խոհանոցում, Հեղինեն զգաց մի բան, որը երկար ժամանակ չէր զգացել։ Խաղաղություն։
Դա կատարյալ չէր, մշտական չէր, բայց այնտեղ էր։ Եվ դա, առայժմ, բավարար էր։ Հեղինեի ցուցմունքին հաջորդած շաբաթները տանջալի սպասումի շրջան էին։ Հետաքննությունը դանդաղ էր առաջ գնում, ինչպես սովորաբար լինում է, երբ ազդեցիկ մարդիկ են ներգրավված։ Հեղինեի երեխաները վարձել էին Երանի ամենաթանկ փաստաբաններից մեկին, մի մարդու, որը հայտնի էր մեղավորներին զոհերի վերածելու իր ունակությամբ, լավ կառուցված փաստարկների օրենքի բացերի միջոցով։ Մինույն ժամանակ, Գյումրիում Վարդուհու տղաների կյանքը լիովին փոխվել էր։ Տունը, որը նախկինում միայն իրենցն էր, այժմ հյուրընկալում էր Հեղինեին, այդ ներկայությունը, թե սկզբում անհանգստության պատճառ էր, կամաց-կամաց բնական դարձավ։ Հեղինեն օգնում էր, ինչով կարող էր, ծալում էր լվացված շորերը, թե էր պատրաստում, իր երիտասարդության մասին պատմություններ պատմում տղաներին։ Նրա մեջ մի նրբություն կար, որը չէր։ Կոտրվել երեխաների դաժանությունից, մի բարություն, որը համառորեն գոյություն ուներ, չնայած ամեն ինչին։ Արամը, հատկապես, ամուր կապ էր հաստատել Հեղինեի հետ։ Ժամերով նստում էր նրա կողքին, լսում նրա պատմությունները, հարցեր տալիս անցյալի մասին։ Կինը խոսում էր իր կորցրած ամուսնու մասին, այն մասին, թե ինչպիսին էր կյանքը, մինչ ամեն ինչ փլուզվեց, այն երազանքների մասին, որոնք ունեցել էր, որոնք դեռ կցանկանար իրականացնել։ Եվ Արամը իր լուր ու դիտողական բնավորությամբ կլանում էր ամեն ինչ, ժամանակ առ ժամանակ նշումներ անելով այն հին տետրում, որը միշտ իր հետ էր կրում։ Միքայելը, իր հերթին, ստանձնել էր պաշտպանի դերը։ Հետում էր, թե ով է անցնում փողոցով, կասկածանքով նայելով ցանկացած տարօրինակ շարժման։ Ուղեկցում էր տատիկին, երբ նա գնումներ կատարելու էր գնում, միշտ ուշադիր, միշտ պատրաստ գործելու, եթե ինչ-որ բան պատահեր։ Վարդուհին թոռների մեջ տեսնում էր մի հասունություն, որը չպետք է լիներ, ոչ այդ տարիքում, բայց նա տեսնում էր ուժ, դա նրան հպարտությամբ էր լցնում։ Մի օր հայր Հովակիմը լուրերով եկավ տուն։ Նրա արտահայտությունը լուրջ էր, բայց աչքերում մի փայլ կար, որը հույս էր ներշնչում։ Նորություններ ունեմ։ Լուսինենս մեկ վկա է գտել։ Մի սպասուհի, որը տարիներ շարունակ աշխատել է տիկին Հեղինեի տանը։ Նա ասել է, որ միշտ իմացել է, որ երեխաները վատ են վերաբերվում մորը, բայց վախեցել է խոսել։ Հիմա պատրաստ է վկայություն տալ։ Եվ ավելին, նա գրառումներ ունի։ Հաղորդագրություններ, ձայնագրություններ, բաներ, որոնք երեխաներն ասել են նրա առաջ, մտածելով, որ սպասուհին նշանակություն չունի։ Հեղինեն ձեռքերով ծածկեց բերանը, աչքերը լի արցունքներով։ Այդ կինը, Անուշը, ավելին էր եղել, քան սպասուհի։ Նա ընկեր էր, մեկը, ում Հեղինեն վստահում էր։ Եվ իմանալ, որ նա պատրաստ է վտանգի ենթարկվել, իր սեփական անվտանգությունը ռիսկի դնել, իրեն օգնելու համար, ցնցող էր։ Անուշը միշտ լավ է եղել ինձ հետ։ Միշտ։ Բայց երբեք չէի մտածի, որ նա ապացույցներ է պահել։ Նա ընտանիք ունի, երեխաներ ունի մեծացնելու։ Չեմ ուզում, որ նա իմ պատճառով տուժի։ Հայր Հովակիմը մոտեցավ քնքշությամբ բռնեց Հեղինեի ձեռքը։ Նա դա անում է, որովհետև ուզում է տիկին Հեղինե։ Որովհետև գիտի, որ դա է ճիշտը։ Եվ Լուսինեն կապահովի, որ նա պաշտպանություն ունենա։ Ոչ ոք նրան չի վնասի։ Հեղինեն գլխով արեց, բայց մեղքի զգացումը դեռ ծանրացած էր։ Իրեն պատասխանատու էր զգում այսքան մարդկանց վտանգի ենթարկելու, Վարդուհուն, տղաներին, Լուսինեին, Գորգին, հայր Հովակիմին, այժմ Անուշին այս պայքարի մեջ ներքաշելու համար։ Բայց Վարդուհին, որը լսում էր ամեն ինչ խոհանոցի դռնից, մտավ նստեց նրա կողքին։ Տիկին Հեղինե, յուրաքանչյուր մարդ, ով օգնում է, դա անում է իր սեփական ընտրությամբ։ Այստեղ ոչ ոք զոհ չէ։ Մենք դաշնակիցներ ենք։ Եվ մենք միասին կպայքարենք մինչ վերջ։ Այդ խոսքերը խորը դիպան Հեղինեին։ Նա շուրջը նայեց այդ պարզ տանը, այդ մարդկանց դեմքերին, որոնք հազիվ էին ճանաչում իրեն, բայց որոնք դարձել էին իր ընտանիքը, զգաց, թե ինչպես մի բան կոտրվեց իր ներսում։ Դա վատ բան չէր։ Կարծես մի պատնեշ, որը նա կառուցել էր տարիների ընթացքում, իրեն ցավից պաշտպանելու համար, վերջապես փլուզվում էր։ Եվ այդ պատնեշի հետում հույսի համար տեղ կար։ Հաջորդ օրերը նոր բարդություններ բերեցին։ Հեղինեի երեխաները, հասկանալով, որ գործը լրջանում է, փոխեցին ռազմավարությունը։ Դադարեցին ամբողջությամբ հերքել, սկսեցին պնդել, որ ամեն ինչ պարզապես թյուրիմացություն է։ Ասացին, որ այո, մորը զբոսանքի են տարել, բայց նա մեքենայից դուրս է եկել իր կամքով, շփոթված, որ իրենք հուսահատ փնտրել են նրան։ Պնդեցին, որ նրա մարմնի հետքերը ընկնելու, իր իսկ ապակողմնորոշման պատճառով առաջացած դժբախտ պատահարների արդյունք են։
Դա լավ կառուցված պատմություն էր, լի մանրամասներով, որոնք կարող էին հավանական թվալ նրանց, ովքեր չգիտեին ճշմարտությունը։ Եվ ամենավատն այն էր, որ դա աշխատում էր։ Որոշ թերթեր սկսեցին կասկածի տակ դնել Հեղինեի վարկածը, կասկածներ հարուցելով նրա մտավոր ունակությունների, նրա վկաների հավաստիության վերաբերյալ։ Հասարակական կարծիքը բաժանված էր, դա վտանգավոր էր։ Գորգը, փաստաբանը, ժողով հրավիրեց վարդուհու տանը։ Նա բերել էր Լուսինեին, երկուսով նստեցին խոհանոցի սեղանի շուրջ Հեղինեի, վարդուհու հայր Հովակիմի հետ։ Գորգի արտահայտությունը լարված էր։ Մեզ ավելին է պետք։ Մի բան, որը վերջնականապես կապացուցի առանց որե կասկածի, որ տիկին Հեղինեի երեխաները ստել են։ Վկաները կարոր են, փաստաթղթերը նույնպես, բայց մեզ պետք է մի բան, որը լիովին կկործանի նրանց վարկածը։ Հեղինեն նայեց իր ձեռքերին, այն հետքերին, որոնք դեռ այնտեղ էին, հսկայական հիասթափություն զգաց։ Ինչպես էր հնարավոր, որ այն ամենից հետո, ինչի միջով անցել էր, դեռ պետք է ապացուցեր, որ ճշմարտությունն է ասում։ Լուսինեն էր, որ գաղափար տվեց։ Նա մտածկոտ արտահայտությամբ նայեց Հեղինեին, հետո Գորգին։ Իսկ եթե կարողանանք մուտք գործել երեխաների ֆինանսական գրառումներին։ Եթե նրանք ծրագրում էին վերցնել տիկին Հեղինեի ունեցվածքը, պետք է լինեն կասկածելի շարժեր, նախապատրաստություններ, փոխանցումներ, մի բան, որը ցույց կտա, որ նրանք պատրաստվում էին վերահսկողություն սահմանել նրա ունեցվածքի վրա։ Գորգը ձեռքով խփեց սեղանին, աչքերը փայլելով։ Այո։ Հենց դա։ Ես դատական որոշում կպահանջեմ նրանց ֆինանսները հետաքննելու համար։ Եթե կարողանանք ապացուցել, որ նրանք շարժեր էին կատարում տիկին Հեղինեի ունեցվածքը յուրացնելու համար, նույնիսկ մինչ նրա ենթադրյալ անհետացումը, այն ժամանակ մենք անհերքելի բան կունենանք։ Հույսը նորից փայլեց Հեղինեի աչքերում, բայց դրա հետ եկավ նա վախը։ Որովհետև նա գիտեր, որ եթե դիպչեն երեխաների փողերին, արձագանքը դաժան կլինի։ Եվ այս անգամ չգիտեր, արդյոք պատրաստ կլինեն դիմակայելու։ Դատական որոշումը տրվեց, Հեղինեի 3 երեխաների ֆինանսական գրառումները վերլուծվեցին։ Այն, ինչ գտան, ցնցող էր։ Կարենը հաշիվ էր բացել մոր անունով, բայց կեղծ լիազորագրով սկսել էր զգալի գումարներ փոխանցել անձնական հաշիվներին։ Աննան վաճառել էր մոր որոշ ունեցվածք, պնդելով, որ թույլտվություն ունի, գումարը գրպանել էր։ Ռուբենը փաստաթղթեր էր պատրաստել մորն անգործունակ ճանաչելու համար, ստորագրված մի բժշկի կողմից, որը ընտանիքի ընկերն էր, որը, ակնհայտորեն, պատշաճ կերպով չէր զննել Հեղինեին։ Ամեն ինչ այնտեղ էր, սով սպիտակի վրա, մի մանրակրկիտ կառուցված ծրագիր, Հեղինեին իր ունեցվածքից զրկելու նրան ընդմիշտ լռեցնելու համար։ Գորգը ապացույցները ներկայացրեց դատավորին, արձագանքն անմիջական էր։ 3 երեխաները կանչվեցին դատական նիստի, այս անգամ փախուստի ճանապարհ չկար։ Նիստը նշանակվեց ուրբաթ առավոտյան։ Հեղինեն սարսափում էր երեխաներին նորից տեսնելու մտքից, բայց գիտեր, որ դա անհրաժեշտ է։ Վարդուհին, Լուսինեն, Գորգը նրան կուղեկցեին, դա նրան որոշակի ուժ էր տալիս։ Նախորդ գիշեր նա հազիվ կարողացավ քնել։ Պառկած էր մահճակալին, նայում էր առաստաղին, մտովի կրկնելով այն ամենը, ինչ պետք է ասեր, այն ամենը, ինչ պետք էր ասել։ Արամն ու Միքայելը, որոնք նկատել էին լարվածությունը, քնելուց առաջ մտան նրա սենյակ։ Միքայելը նստեց մահճակալի եզրին, իսկ Արամը կանգնեց կողքին, ձեռքերը գրպանում, մի փոքր ամաչկոտ, բայց վճռական։ Մենք մի բան ուզում էինք ասել, սկսեց Միքայելը, լրջորեն նայելով Հեղինեին։ Մենք գիտենք, որ վաղը դժվար է լինելու։ Բայց դուք մենակ չեք։ Մենք հավատում ենք ձեզ։ Տատիկը հավատում է։ Բոլորը, ովքեր իսկապես ճանաչում են ձեզ, հավատում են։ Եվ դա պետք է ինչ-որ բան արժենա։ Արամը, ավելի ամաչկոտ, հանեց հին տետրը գրպանից բացեց նշված էջը։ Կարդաց ցածր ձայնով, գրեթե շշուկով։ Սա այսօր եմ գրել։ Մի քիչ հիմարություն է, բայց ուզում էի, որ լսեք։ Ասում է, կան բաներ, որոնք մենք չենք ընտրում։ Չենք ընտրում ընտանիքը, որտեղ ծնվում ենք, չենք ընտրում ցավերը, որոնք կրելու ենք։ Բայց մենք ընտրում ենք, թե ով է լինելու մեր կողքին, երբ ամեն ինչ անհնարին է թվում։ Եվ մենք ընտրել ենք ձեզ։ Որովհետև դուք արժանի եք։ Հեղինեն սկսեց լաց լինել, բայց այս անգամ դրանք երախտագիտության արդյունքներ էին։ Նա 2 տղաներին քաշեց դեպի իրեն, ամուր գրկելով, մնաց այնտեղ, պահելով նրանց, զգալով այդ փոքր, բայց հսկայական սրտերի ուժը։ Հաջորդ օրը դատարանը լիքն էր։
Հեղինեն մտավ Վարդուհու, Լուսինեի գորգի ուղեկցությամբ զգաց բոլորի հայացքներն իր վրա։ Դահլիճի մյուս կողմում նստած էին 3 երեխաները, իրենց փաստաբանի ուղեկցությամբ։ Կարենը մորը նայեց կոշտ արտահայտությամբ, առանց որե զղջման նշույլի։ Աննան հայացքը փախցրեց, կարծես չէր կարողանում դիմակայել մորը։ Ռուբենը ձեռքերը խաչած մնաց, անտարբեր արտահայտությամբ։ Դատավորը, միջին տարիքի, ջերմակ մազերով կլոր ակնոցներով մի մարդ, մտավ, բոլորը ոտքի կանգնեցին։ Նա նստեց, կարգավորեց թղթերը սեղանին, սկսեց նիստը։ Նիստը ժամեր տեց։ Գորգը ներկայացրեց բոլոր ապացույցները, մեկ առ մեկ։ Ցույց տվեց Հեղինեի վնասվածքների լուսանկարները, վկաների ցուցմունքները, ֆինանսական գրառումները, որոնք ապացուցում էին ունեզրկման փորձը։ Երեխաների փաստաբանը փորձեց հակադարձել, պնդելով, որ ամեն ինչ պարզապես սխալ մեկնաբանությունների արդյունք է, որ երեխաները պարզապես հոգ են տարել մոր շահերի մասին, որ ֆինանսական փոխանցումները օրինական են եղել։ Բայց երբ եկավ Հեղինեի խոսելու հերթը, ամեն ինչ փոխվեց։ Նա ոտքի կանգնեց, ձեռքերը դողում էին, բայց ձայնը ամուր։ Նա ուղիղ նայեց երեխաներին, սկսեց խոսել. Ես ամեն ինչ տվել եմ ձեզ համար։ Ամբողջ կյանքս աշխատել եմ, որ դուք ունենաք այն, ինչ ես երբեք չեմ ունեցել։ Վճարել եմ դպրոցների, համալսարանների համար, օգնել եմ, երբ դժվարությունների մեջ էիք։ Միշտ ձեր կողքին եմ եղել։ Եվ երբ ես ձեր կարիքն ունեցա, երբ մենակ մնացի ձեր հոր մահից հետո, դուք ինձ լքեցիք։ Դրանից էլ վատ, դուք ինձ դավաճանեցիք։ Ինձ հետ վարվեցիք այնպես, կարծես ես ոչինչ լինեի, կարծես իմ կյանքը արժեք չունենար։ Եվ ինչո՞վ։ Փողի համար, ունեցվածքի համար, բաների համար, որոնք ոչ ոքի երջանկություն չեն բերի։ Նրա ձայնը դողաց, բայց նա շարունակեց. Դուք ինձ կապկպեցիք։ Ինձ թողեցիք գերեզմանատանը, սպասելով, որ այնտեղ մահանամ։ Եվ եթե չլինեին 2 տղաներ, 2 աղքատ ու որբ տղաներ, որոնք ավելի շատ կարեկցանք ունեին, քան իմ սեփական երեխաները, ես այսօր այստեղ չէի լինի։ Նրանք ինձ փրկեցին։ Նրանք մի կին, որը հազիվ էր ինձ ճանաչում, բայց որն ինձ ընդունեց, պաշտպանեց, ամեն ինչով ռիսկի դիմեց ինձ համար։ Իսկ դուք, իմ երեխաներ, իմ սեփական երեխաներ, ինձ դեն նետեցիք աղբի պես։ Հեղինեն նայեց դատավորին, արցունքներն այժմ ազատ հոսում էին։ Ես վրեժ չեմ ուզում։ Ես արդարություն եմ ուզում։ Ուզում եմ, որ նրանք պատասխան տան իրենց արածի համար։ Եվ ուզում եմ, որ սա օրինակ ծառայի, որպեսզի ոչ մի այլ տարեց մարդ չանցնի նրա միջով, ինչի միջով ես անցա։ Դահլիճում բացարձակ լռություն էր։ Նույնիսկ երեխաների փաստաբանը կարծես անխոս էր մնացել։ Դատավորը նայեց Կարենին, Աննային, Ռուբենին հարցրեց, թե արդյոք ասելիք ունեն։ Կարենը բացեց բերանը, բայց ոչինչ դուրս չեկավ։ Աննան սկսեց լաց լինել, բայց դա զղջման լաց չէր, այլ բռնված մարդու լաց։ Ռուբենը պարզապես գլխով բացասական շարժում արեց, ասելով, որ հայտարարելու ոչինչ չունի։ Դատավորն այնուհետ ոտքի կանգնեց, ասաց, որ կվերլուծի բոլոր ապացույցները, շուտով կհայտարարի իր վճիռը։ Նիստը փակվեց, Հեղինեն այնտեղից դուրս եկավ հոգնած, բայց նա թեթացած։ Ասել էր այն ամենը, ինչ պետք էր ասել։ Նայել էր երեխաների աչքերին, ցույց տվել, որ այլս այն փխրուն կինը չէ, որին նրանք կարծում էին, թե կարող են կառավարել։ Վերադառնալով Գյումրի, Հեղինեն նստեց Վարդուհու տան բակում, նայելով երկնքին, որը սկսում էր մթնել։ Տղաները խաղում էին Հարանիշան հետ, իսկ Վարդուհին խոհանոցում ընթրիք էր պատրաստում։ Դա պարզ, առօրյա տեսարան էր, բայց Հեղինեի համար դա ամեն ինչ էր։ Դա խաղաղություն էր, անվտանգություն, սեր։ Այդ գիշեր, երբ բոլորը միասին ընթրում էին սեղանի շուրջ, Հեղինեն մի հարց տվեց, որը օրեր շարունակ տանջում էր իրեն։ Վարդուհի, ինչու դու դա արեցիր։ Ինչու ամեն ինչով ռիսկի դիմեցիր ինձ, մի անծանոթի համար։ Վարդուհին դադարեց ուտել, նայեց Հեղինեին այդ իմաստությամբ լի աչքերով պարզությամբ պատասխանեց. Որովհետ դա էր ճիշտը։ Եվ որովհետ ոչ ոք, բացարձակապես ոչ ոք, արժանի չէ այնպիսի վերաբերմունքի, ինչպիսին ձեզ հետ վարվեցին։ Եթե մեզանից յուրաքանչյուրը մի փոքր բան անի, աշխարհն ավելի քիչ դաժան կդառնա։ Այդքան պարզ։ Հեղինեն ժպտաց, մի հազվագյուտ բան վերջին ժամանակներս գլխով արեց։ Այդքան պարզ։ Եվ այդ պարզության մեջ մի խորը գեղեցկություն կար, մի բան, որը նա մոռացել էր, որ գոյություն ունի։ Հաջորդ օրերը սպասումի մեջ անցան։ Բայց այս անգամ դա այլ սպասում էր։
Այլս այն կաթվածահար անող տագնապը չէր։ Սպասելիք էր։ Այն զգացողությունը, որ վերջապես ճշմարտությունը բացահայտվում է, որ ինչ էլ պատահեր, Հեղինեն գիտեր, որ այլս մենակ չէ։ Եվ հետո, մի առավոտ, հեռախոսը զանգեց։ Գորգն էր։ Դատավորը հայտարարել էր վճիռը։ Հեղինեի երեխաները պատասխանատվության կենթարկվեին։ Նրանք պետք է վերադարձնեին այն ամենը, ինչ վերցրել էին նրանից, կկանգնեին քրեական դատավարության առաջ ունեզրկման հարկադրանքի փորձի համար, կենթարկվեին պաշտպանական միջոցների, որոնք արգելում էին նրանց մոտենալ մորը։ Հեղինեն լուր լսեց ամեն ինչ, երբ անջատեց հեռախոսը, մի պահ կանգնած մնաց Մարսելով։ Հետո, դանդաղ, մի ժպիտ սկսեց ձավորվել։ Դա հաղթանակի ժպիտ չէր, այլ թեթացման ժպիտ։ Ազատագրման։ Այդքան երկար այդ բեռը գրելուց հետո, վերջապես կարող էր շնչել։ Վարդուհին տղաները տոնեցին, բայց զուսպ, հարգանքով։ Գիտեին, որ դա չի ջնջում այն ցավը, որը Հեղինեն զգացել էր, բայց դա մի քայլ էր։ Մի կարևոր քայլ դեպի ապաքինում։ Այդ գիշեր Հեղինեն խնդրեց գնալ գերեզմանատուն։ Վարդուհին տարօրինակ համարեց, բայց ուղեկցեց տղաների հետ միասին։ Երբ հասան այն վայրը, որտեղ ամեն ինչ սկսվել էր, այն պարսպի մոտ, որտեղ տղաները գտել էին նրան, Հեղինեն կանգ առավ, խորը շունչ քաշեց։ Այստեղ էր, որ ես մահացա։ Եվ այստեղ էր, որ ես վերածնվեցի։ Ձեր շնորհիվ։ Նա շրջվեց դեպի Արամն ու Միքայելը բռնեց նրանց երկուսի ձեռքերը։ Դուք ինձ փրկեցիք։ Մի ծով, որը ֆիզիկականից անդին է։ Դուք ինձ վերադարձրիք հավատը մարդկության հանդեպ։ Եվ դրա համար ես հավերժ երախտապարտ կլինեմ։ Արամը, միշտ լուռ, նայեց Հեղինեին ասաց ամուր ձայնով. Մենք պարզապես արեցինք այն, ինչ ճիշտ էր։ Ինչպես տատիկը միշտ սովորեցրել է։ Եվ այդ պահին, այնտեղ մառախուղով ծածկված գերեզմանատանը, մինչ սառը քամին փչում էր աստղերը սկսում էին հայտնվել երկնքում, Հեղինեն հասկացավ, որ ընտանիքը միայն արյունը չէ։ Ընտանիքը նա է, ով քո կողքին է, երբ աշխարհը փլուզվում է։ Նա է, ով բռնում է քեզ, երբ ընկնում ես։ Նա է, ով հավատում է քեզ, երբ ոչ ոք այլս չի հավատում։ Եվ նա գտել էր դա այնտեղ, Ձորի թաղամասի այդ փոքրիկ տանը, այդ պարզ առատաձեռն մարդկանց հետ, որոնք ընդմիշտ փոխեցին իր կյանքը։ Վճռին հաջորդած ամիսները լուռ, բայց խորը վերափոխման շրջան էին։ Հեղինեն, որն այդքան երկար ապրել էր վախի դավաճանության ստվերում, սկսեց վերակառուցվել։ Դա արագ կամ հեշտ գործընթաց չէր։ Օրեր էին լինում, երբ անցյալի բեռը ուժգին վերադառնում էր, օրեր, երբ մղձավանջները կրկնվում էին, նախուճապահար արթնանում էր, դաստակների շուրջ երակայական պարաններ փնտրելով։ Բայց կամաց-կամաց վարդուհու տղաների իր շուրջ ձավորված աջակցության ցանցի օգնությամբ նա ուժ էր գտնում առաջ շարժվելու համար։ Առաջին մեծ որոշումը, որ Հեղինեն կայացրեց, երան չվերադառնալն էր։ Իր հին տունը, այն վայրը, որը մի ժամանակ տուն էր եղել, այժմ արատավորված էր ցավոտ հիշողություններով։ Բացի այդ, երեխաները, թե դատապարտված իրեն մոտենալուց արգելված, դեռ ապրում էին քաղաքում, նրանց ներկայությունը, նույնիսկ հեռվից, մի ուրվական էր, որը Հեղինեն այլս չէր ուզում կրել։ Այսպիսով, նա որոշեց մնալ Գյումրիում, այն մարդկանց մոտ, ովքեր իսկապես հոգ էին տանում իր մասին։ Վերադարձած միջոցների մի մասով Հեղինեն Ձորի թաղամասում մի պարզ տնակ գնեց, վարդուհու տնից մի քանի թաղամաս այն կողմ։ Դա շքեղ բան չէր, բայց իրենն էր, արժանապատվությամբ ձեռք բերված, վերսկսման խորհրդանիշ։ Տունը փոքրիկ բակ ուներ, որտեղ նա սկսեց ծաղիկներ տնկել, նույն այն վայրի ծաղիկները, որոնք տղաները տարել էին իրենց մոր գերեզմանին այն մառախլապատ առավոտ, որը փոխեց ամեն ինչ։ Երիցուկներ, անթառամներ, վարդեր, որոնք համառորեն ծաղկում էին նույնիսկ հայկական ձմռանը։ Վարդուհին օգնեց Հեղինեին տեղավորվել, բերելով օգտագործված, բայց դեռ լավ կահույք, վարագույրներ, որոնք ինքն էր կարել, նույնիսկ մի քանի պարզ նկարներ, պատերը զարդարելու համար։ Տղաները նույնպես մասնակցեցին, արկղեր տանելով, պատեր ներկելով, ամեն ինչ կազմակերպելով մի խնամքով, որը բացահայտում էր այն ջերմությունը, որը նրանք զգում էին այդ կնոջ հանդեպ, ով ինչ-որ կերպ դարձել էր ընտանիքի մի մասը։ Երբ ամեն ինչ պատրաստ էր, Հեղինեն բոլորին ընթրիքի հրավիրեց։ Դա առաջին անգամն էր, որ նա իր նոր տանը ուտելիք էր պատրաստում, նա առատ կերակուր պատրաստեց, լի հայկական ավանդական ուտեստներով, որոնք սովորել էր պատրաստել իր կյանքի ընթացքում։ Կար տոլմա, խորոված, թարմ աղցաններ, մի գաթա, որը վառարանից դուրս գալով, բուրմունքով լցրեց ամբողջ տունը։
Վարդուհին, Արամը, Միքայելը, հայր Հովակիմը, Լուսինեն, Գորգը նույնիսկ Անուշը, նախկին սպասուհին, որը վկայություն էր տվել Հեղինեի օգտին, այնտեղ էին հավաքված սեղանի շուրջ։ Դա երախտագիտության ուրախության երեկո էր։ Զրույցները բնականon հոսում էին, ընդմիջվելով ծիծաղով ու պատմություններով։ Հեղինեն շուրջը նայում էր այդ դեմքերին, զգում էր, թե ինչպես է սիրտը լցվում։ Այդ մարդիկ, եկած տարբեր վայրերից, տարբեր պատմություններով, միավորվել էին մի ընդհանուր նպատակի շուրջ, արդարության մարդկային արժանապատվության որոնման։ Եվ հիմա, այնտեղ էին, ոչ թե որպես դաշնակիցներ մի ճակատամարտում, այլ որպես ընտանիք։ Երբ աղանդերը մատուցվեց, Հեղինեն ոտքի կանգնեց, բոլորի ուշադրությունը խնդրեց։ Նրա ձայնը, որը ամիսներ առաջ ընդամենը թույլ շշուկ էր, այժմ հնչում էր ամուր հուզմունքով լի։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզանից յուրաքանչյուրին։ Ես բառեր չունեմ արտահայտելու այն, ինչ դուք արել եք ինձ համար։ Դուք ինձ վերադարձրիք կյանքը, արժանապատվությունը, հույսը։ Եվ դրանից էլ ավելին, դուք ինձ ցույց տվեցիք, որ աշխարհում դեռ բարություն կա, նույնիսկ երբ ամեն ինչ կորած է թվում։ Ես պատրաստ էի հանձնվել, ընդունել, որ իմ կյանքն այլս արժեք չունի։ Բայց դուք ինձ հակառակն ապացուցեցիք։ Եվ դրա համար ես հավերժ երախտապարտ կլինեմ։ Եղան արցունքներ, գրկախառնություններ, մի հարգալից լռություն, որն ավելին ասաց, քան որևէ բառ կարող էր ասել։ Վարդուհին, միշտ իմաստուն, բարձրացրեց սուրճի բաժակը մի պարզ, բայց խորը կենաց ասաց. Թող որ մենք երբեք չմոռանանք, որ սերն ավելի ուժեղ է, քան ցանկացած ատելություն։ Եվ որ կարեկցանքն ամենահզոր զենքն է, որ մենք ունենք։ Բոլորը բարձրացրին իրենց բաժակները, կրկնեցին խոսքերը, այդ պահը դաջելով որպես մի բան, որը հավերժ կմնա հիշողության մեջ։ Ամիսների ընթացքում Հեղինեն ավելի ու ավելի ինտեգրվեց Գյումրու համայնքին։ Սկսեց եկեղեցի հաճախել, որտեղ հայր Հովակիմը միշտ նրան ընդունում էր ջերմ ժպիտով։ Մասնակցում էր պատարագներին, համայնքային միջոցառումներին, կամաց-կամաց նրան սկսեցին ճանաչել ոչ թե որպես ողբերգության զոհ դարձած կնոջ, այլ որպես մեկի, ով հաղթահարել է, այժմ պատրաստ է օգնել ուրիշներին։ Հենց այդ ժամանակ ծագեց սոցիալական նախագծի գաղափարը։ Մի կեսօր, Լուսինեի հետ զրուցելիս, Հեղինեն նշեց, որ կցանկանար ինչ-որ բան անել, ի պատասխան այն ամենի, ինչ ստացել էր։ Լուսինեն, միշտ գործնական գաղափարներով լի, առաջարկեց, որ ստեղծեն խոցելի վիճակում գտնվող տարեց կանանց աջակցության կենտրոն։ Մի վայր, որտեղ նրանք կարող են գտնել ապաստան, իրավաբանական ուղղորդում, հոգեբանական աջակցություն, պաշտպանության ցանց։ Հեղինեն հավանեց գաղափարը ամբողջ հոգով ու սրտով նվիրվեց այն իրականություն դարձնելուն։ Իր միջոցների մի մասով նա քաղաքի կենտրոնում մի փոքր տարածք վարձեց Լուսինեի, Վարդուհու բազմաթիվ կամավորների օգնությամբ, այդ տարածքը վերածեց մի ապաստանի այն կանանց համար, ովքեր անցնում էին իրենց նման իրավիճակների միջով։ Կենտրոնն առաջարկում էր ամեն ինչ, սոցիալական աշխատողների հետ խորհրդատվությունից մինչ արհեստի դասընթացներ, զրույցի խմբակներ, նույնիսկ գրագիտության դասեր նրանց համար, ովքեր երբեք սովորելու հնարավորություն չեն ունեցել։ Արամն ու Միքայելը նույնպես ներգրավվեցին նախագծում։ Արամը, որը միշտ սիրում էր գրել, սկսեց շարադրության դասեր տալ որոշ կանանց, օգնելով նրանց գրել նամակներ, փաստաթղթեր, նույնիսկ իրենց կյանքի փոքրիկ պատմությունները։ Միքայելը ավելի ակտիվ կազմակերպում էր ժամանցային միջոցառումներ, օգնում էր լոգիստիկայի հարցում, դարձավ մի տեսակ սուրհանդակ, հաղորդագրություններ տանելով, բոլորին կապի մեջ պահելով։ Կենտրոնը արագորեն ճանաչում ձեռք բերեց։ Տեղական թերթերը հոդվածներ հրապարակեցին նախագծի մասին, ընդգծելով Հեղինեի պատմությունը, այդ աշխատանքի կարևորությունը։ Որոշ ընկերություններ սկսեցին նվիրատվություններ անել, համայնքը մոբիլիզացվեց օգնելու համար։ Այն, ինչ սկսվել էր որպես մի կնոջ փոքրիկ երազանք, որը ցանկանում էր փոխհատուցել ստացած բարությունը, վերածվեց շատ ավելի մեծ բանի, ազդելով տասնյակ կյանքերի վրա։ Կանանցից մեկը, որը ամիսներ անց եկավ կենտրոն, Գայանեն էր, 70-ամյա մի տիկին, որին սեփական որդին տնից դուրս էր հանել ամուսնու մահից հետո։ Նա եկավ վախեցած, չիմանալով ուր գնալ, առանց փողի, առանց հույսի։ Հեղինեն անձամբ ընդունեց նրան, լսելով Գայանեի պատմությունը, տեսավ իր արտացոլանքը։ Ջերմությամբ ընդունեց կնոջը, ժամանակավոր ապաստան առաջարկեց, սկսեց Լուսինեի հետ միասին աշխատել նրա իրավիճակը լուծելու ուղղությամբ։ Ժամանակի ընթացքում Գայանեն ուժեղացավ, ստացավ մի թոշակ, որի իրավունքն ուներ, բայց որը որդին թաքցնում էր, սկսեց վերակառուցել իր կյանքը։ Ամիսներ անց նա դարձավ կամավոր հենց կենտրոնում, օգնելով այլ կանանց, ովքեր գալիս էին իր նման իրավիճակում։ Հենց Գայանեի նման պատմություններ տեսնելով Հեղինեն հասկացավ իր սեփական ճանապարհի իրական իմաստը։
Նա փրկվել էր ոչ միայն խաղաղ ապրելու համար։ Նա փրկվել էր փրկության գործիք լինելու համար ուրիշների համար։ Եվ դա նոր նպատակ տվեց իր կյանքին, մի նպատակ, որը շատ ավելին էր, քան ինքն իրենը։ Մինույն ժամանակ Հեղինեի վարդուհու ընտանիքի միջ հարաբերությունները շարունակում էին ամրապնդվել։ Արամն ու Միքայելը գրեթե ամեն օր անցկացնում էին նրա տանը, օգնելով ինչով անհրաժեշտ էր, բայց նա պարզապես մոտ լինելու, զրուցելու, առօրյան կիսելու համար։ Հեղինեն նրանց համար մայրական կերպար դարձավ, լրացնելով այն դատարկությունը, որը թողել էր մոր կորուստը։ Ոչ թե նա փոխարինում էր նրանց մորը, դա անհնար էր, այլ նա զբաղեցնում էր մի նոր, հավասարապես կարևոր սիրով լի տեղ։ Արամը, որը միշտ զուսպ էր, սկսեց ավելի շատ բացվել։ Հեղինեին ցույց տվեց իր գրած որոշ տեքստեր, բանաստեղծություններ, խորը մտորումներ այդքան երիտասարդ մեկի համար։ Նա քաջալերեց, գովեց նրան, նույնիսկ առաջարկեց, որ փորձի որոշ գրվածքներ հրապարակել տեղական թերթերում։ Ժամանակի ընթացքում Արամը վստահություն ձեռք բերեց, նրա տեքստերը սկսեցին հայտնվել փոքր սյունակներում, միշտ հույսի, հաղթահարման մերձավորի հանդեպ սիրո թեմաներով։ Միքայելը իր հերթին բացահայտեց մարդկանց հետ շփվելու տաղանդ։ Նա խարիզմատիկ էր, զվարճալի, ուներ զարմանալի ունակություն, ցանկացած մարդու ստիպելու իրեն ցանկալի զգալ։ Հեղինեն նրա մեջ պոտենցիալ առաջնորդ էր տեսնում, մեկին, ով կարող էր մեծ փոփոխություն բերել աշխարհում, եթե ունենար ճիշտ հնարավորությունները։ Եվ նա վճռական էր օգնելու նրան հասնել այդ պոտենցիալին։ Հեղինեի աջակցությամբ Միքայելը կրթաթոշակ ստացավ Գյումրու մասնավոր դպրոցներից մեկում, մի բան, որը վարդուհին երբեք չէր կարողանա վճարել։ Եվ Արամը, Հեղինեի պնդմամբ, նույնպես ընդունվեց նույն դպրոցը, ապահովելով, որ երկուսը շարունակեն միասին լինել, միմյանց աջակցելով։ Կրթությունը, Հեղինեն գիտեր, ավելի լավ ապագայի բանալին էր, նա հանձնառու էր ապահովելու, որ այդ տղաներն ունենան բոլոր հնարավորությունները, որոնք ինքը կարող էր նրանց տրամադրել։ Վարդուհին, հեռվից դիտելով ամեն ինչ, հպարտության երախտագիտության խառնուրդ էր զգում։ Իր կյանքը երբեք հեշտ չէր եղել, միշտ պայքարելով գոյատելու համար, միշտ գրելով թոռներին միայնակ խնամելու բեռը։ Բայց հիմա, Հեղինեի հետ, որը կիսում էր պատասխանատվությունները, աջակցություն առաջարկում, ամեն ինչ ավելի թեթ էր թվում։ Եվ դրանից էլ ավելին, նա ընկեր էր ձեռք բերել, սրտի իսկական քույր, մեկին, ում վրա կարող էր հույս դնել դժվար պահերին, տոնել լավ պահերին։ Երկու կանայք, այնքան տարբեր ծագումով, բայց այնքան նման էությամբ, ստեղծեցին մի կապ, որը գերազանցում էր նրանց միավորած հանգամանքները։ Ամեն առավոտ միասին սուրճ էին խմում, զրուցում էին ամեն ինչի ոչնչի մասին, ծիծաղում էին կյանքի մանրուքների վրա, փոխադարձաբար աջակցում էին միմյանց, երբ կարոտը կամ տխրությունը հայտնվում էին։ Մի օր, երբ նստած էին Հեղինեի բակում, դիտելով, թե ինչպես են տղաները խաղում շան հետ, վարդուհին մի հարց տվեց, որը երկար ժամանակ տանջում էր իրեն։ Հեղինե, դու երբե մտածել ես քո երեխաներին ներելու մասին։ Հեղինեն երկար լուռ մնաց, աչքերը հառած քամուց օրորվող ծաղիկներին։ Հետո հանգիստ, բայց հուզմունքով լի ձայնով պատասխանեց. Ներելը չի նշանակում մոռանալ, Վարդուհի։ Եվ չի նշանակում նորից վստահել։ Ես ներել եմ, այո, որովհետև վրեժխնդրություն կրելը միայն ինձ ավելի շատ կվնասեր։ Բայց դա չի փոխում այն, ինչ նրանք արեցին։ Նրանք ընտրեցին իրենց ճանապարհը, իսկ ես՝ իմը։ Եվ իմ ճանապարհն այստեղ է, ձեզ հետ, այն մարդկանց հետ, ովքեր իսկապես հոգ են տանում իմ մասին։ Ինչ վերաբերում է նրանց, հուսով եմ, որ մի օր խաղաղություն կգտնեն, բայց դա այլևս ինձնից կախված չէ։ Վարդուհին գլխով արեց, լիովին հասկանալով։ Ներումը անձնական գործընթաց է, յուրաքանչյուրն իր ձով է դրան վերաբերվում։ Կարևորն այն էր, որ Հեղինեն խաղաղություն էր գտել, դա էր ամենակարևորը։ Տարիներն անցնում էին, Գյումրիում կյանքը շարունակվում էր իր հանգիստ, բայց իմաստալից ռիթմով։ Արամը գերազանցությամբ ավարտեց միջնակարգ դպրոցը, լրիվ կրթաթոշակ ստացավ պետական համալսարանում լրագրություն սովորելու համար դարձավ հարգված գրող, միշտ անդրադառնալով սոցիալական արդարության, մարդու իրավունքների թեմաներին։ Միքայելը իր հերթին նվիրվեց սոցիալական աշխատանքի ոլորտին, հետելով Լուսինեի քայլերին, դարձավ տարեցների խոցելի վիճակում գտնվող երեխաների հետ կապված հարցերի անխոնջ պաշտպան։ Վարդուհին շարունակում էր լվացք անել, բայց այժմ ավելի քիչ ֆինանսական ճնշմամբ, քանի որ Հեղինեն միշտ օգնում էր։ Երկուսը միասին ծերացան, կողք կողքի, կիսելով ուրախություններն ու տխրությունները, տոնելով ձեռքբերումները, դիմակայելով մարտահրավերներին։ Հեղինեի ստեղծած աջակցության կենտրոնն ընդլայնվեց, ստանալով հանրապետական, նույնիսկ ազգային ճանաչում։ Այլ քաղաքներ սկսեցին կրկնօրինակել մոդելը, ստեղծելով տարեց կանանց պաշտպանության իրենց սեփական ցանցերը։
Եվ այս ամենը սկսվել էր այնտեղ, այդ փոքրիկ պատմական քաղաքում, մի կնոջ քաջության շնորհիվ, որը հրաժարվեց ընդունել անարդարությունը, պարզ մարդկանց կարեկցանքի շնորհիվ, որոնք տեսան արտաքինից այն կողմ։ Մի առանձնահատուկ օր, գերեզմանատանը տեղի ունեցած այդ մառախլապատ առավոտից 10 տարի անց, Հեղինեն արարողություն կազմակերպեց աջակցության կենտրոնում։ Դա նվիրված էր բոլոր այն մարդկանց, ովքեր մասնակցել էին իր վերականգնման ճանապարհին։ Վարդուհին արդեն լիովին ջերմակ մազերով, բայց դեռ ամուր էներգիայով լի, այնտեղ էր։ Արամն ու Միքայելը, այժմ կայացած տղամարդիկ, նույնպես ներկա էին։ Հայր Հովակիմը, Լուսինեն, Գորգը, Անուշը շատ ուրիշներ, ովքեր հուզվել էին այդ պատմությունից։ Հեղինեն բարձրացավ ինքնաշեն փոքրիկ բեմ հուզված ձայնով սկսեց խոսել։ 10 տարի առաջ ես կորած էի։ Կարծում էի, թե իմ կյանքն ավարտվել է, որ ես այլս արժեք չունեմ, որ ոչ ոքի համար կարևոր չեմ։ Բայց հետո երկու տղաներ ինձ գտան։ Երկու տղաներ, որոնք ոչինչ չունեին, բայց ունեին այն ամենը, ինչն իսկապես կարող է, մաքուր սիրտ ճիշտն անելու քաջություն։ Նրանք ինձ փրկեցին։ Եվ այդ պահից սկսած շատ ուրիշ մարդիկ մտան իմ կյանք, ինձ ցույց տվեցին, որ բարությունը դեռ գոյություն ունի, որ կարեկցանքը դեռ գոյություն ունի, որ սերը դեռ գոյություն ունի։ Նա ուղիղ նայեց Արամին ու Միքայելին, որոնք առաջին շարքում էին, աչքերը փայլում էին։ Դուք ինձ սովորեցրիք, որ ընտանիքը արյունը չէ։ Ընտրություն է։ Ներկա լինելն է։ Սիրելն է, առանց որևէ բան ակնկալելու։ Եվ ես ընտրեցի ձեզ։ Եվ դուք ընտրեցիք ինձ։ Եվ դա ամեն ինչ փոխեց։ Եղան ծափահարություններ, արցունքներ, գրկախառնություններ։ Եվ այդ պահին բոլորը հասկացան, որ այդ պատմությունը միայն ողբերգության հաղթահարման մասին չէր։ Դա մարդկային կապերի ուժի, ցավը սիրո վերածելու, տառապանքը նպատակի վերածելու մեր ունակության մասին էր։ Արարողության վերջում Հեղինեն խնդրեց, որ բոլորը գնան գերեզմանատուն, այն վայրը, որտեղ ամեն ինչ սկսվել էր։ Դա խորհրդանշական քայլ էր, վերադարձ ելակետին, բայց այժմ լիովին այլ իմաստով։ Երբ հասան այն պարսպի մոտ, որտեղ տղաները գտել էին նրան, Հեղինեն ծնկի իջավ մի վարդի թուփ տնկեց։ Դա կյանքի խորհրդանիշ էր, որը ծնվում էր այնտեղ, որտեղ նախկինում միայն ցավ կար։ Սա այն վայրն է, որտեղ ես մահացա, ասաց նա ամուր ձայնով։ Բայց սա նա այն վայրն է, որտեղ ես վերածնվեցի։ Եվ հիմա այս վարդը կաճի այստեղ, բոլորին հիշեցնելով, որ նույնիսկ ամենամութ վայրերում կյանքը կարող է ծաղկել։ Տարիները շարունակում էին անցնել, Հեղինեն ապրեց լիարժեք կյանք, շրջապատված սիրով նպատակով։ Երբ եկավ նրա հեռանալու ժամը, շատ տարիներ անց, դա խաղաղությամբ էր, իր սեփական մահճակալում, Վարդուհին բռնած նրա մի ձեռքը, իսկ Արամն ու Միքայելը մյուսը։ Նրա վերջին խոսքերը երախտագիտության, սիրո, հույսի խոսքեր էին։ Շնորհակալ եմ ամեն ինչի համար։ Դուք ինձ կյանքը վերադարձրիք։ Եվ ես ապրեցի։ Իսկապես ապրեցի։ Հեղինեի հուղարկավորությունը պարզ էր, ինչպես նա խնդրել էր։ Բայց գերեզմանատունը լիքն էր։ Հարյուրավոր մարդիկ էին եկել իրենց հարգանքի տուրքը մատուցելու։ Կանայք, որոնց օգնել էր աջակցության կենտրոնը, կամավորներ, ընկերներ, հարաններ, բոլորը միավորված նույն երախտագիտությամբ։ Եվ նրա գերեզմանին, այն վարդի թփի կողքին, որը նա ինքն էր տնկել տարիներ առաջ, Արամը մի ցուցանակ դրեց մի արտահայտությամբ, որը նա հատուկ գրել էր նրա համար։ Այստեղ հանգչում է Հեղինե Հակոբյանը, որը մեզ սովորեցրեց, որ սերը միշտ հաղթում է։ Վարդուհին, արդեն 80-ն անց, երկար կանգնած մնաց գերեզմանի առաջ, լուռ։ Հետո, խեղդված ձայնով, մրմնջաց մի վերջին հրաժեշտ։ Խաղաղությամբ գնա, իմ ընկեր։ Դու կատարեցիր քո առաքելությունը։ Եվ մենք կշարունակենք այն, ինչ դու սկսեցիր։ Եվ այդպես էլ եղավ։ Աջակցության կենտրոնը շարունակեց գործել, այժմ ղեկավարվում էր Միքայելի կողմից, իսկ Արամը պատմություններ էր գրում այն կանանց մասին, որոնց օգնում էին, տարածելով հույսի արժանապատվության ուղերձը։ Հեղինեի ժառանգությունը երաշխավորված էր, ոչ թե նյութական բարիքներով, այլ փոխված կյանքերով, հուզված սրտերով, փրկված հոգիներով։ Արամը, տարիներ անց, գիրք գրեց, պատմելով ամբողջ պատմությունը։ Այն մառախլապատ առավոտից գերեզմանատանը մինչ Հեղինեի վերջին օրերը։ Գիրքը հաջողություն ունեցավ, ոչ թե որովհետև անհավանական պատմություն էր, այլ որովհետև ճշմարիտ պատմություն էր, քավության, կարեկցանքի, անվերապահ սիրո պատմություն։ Եվ մարդիկ կարիք ունեին լսելու նման պատմություններ, կարիք ունեին հավատալու, որ նույնիսկ երբ ամեն ինչ կորած է թվում, դեռ հույս կա։
Հեղինեի, Վարդուհու, Արամի Միքայելի պատմությունը դաջվեց Գյումրու հիշողության մեջ։ Դարձավ լեգենդ, դարձավ ոգեշնչում, դարձավ ապացույց, որ բարության փոքրիկ գործերը կարող են փոխել ամբողջ կյանքերի ընթացքը։ Եվ ամեն անգամ, երբ ինչ-որ մեկն անցնում էր գերեզմանատնով տեսնում էր այդ ծաղկած վարդի թուփը, հիշում էր, որ այնտեղ, հիշողությունների հրաժեշտների այդ վայրում, նա ծնվել էր սիրո վերսկսման մի պատմություն։ Որովհետև, ի վերջո, մենք բոլորս էլ փրկվում ենք ինչ-որ մեկի կողմից մեր կյանքի որևէ պահի։ Եվ մենք բոլորս էլ ունենք ուժ փրկելու ինչ-որ մեկին։ Պարզապես պետք է աչքեր ունենալ տեսնելու, սիրտ, զգալու, քաջություն գործելու։